Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Շնորհակալություն վարչապետական ծրագրի գործընկեր Արաքս Մամուլյանի հասել, որպես կառավարությունի հավատարմագրված Այստեղ մի հատ երկրորդ մամուլի քարտուղարի հաստիք կբացենք, որ դուք էլ լինեք մյուս լրագրողների մամուլի քարտուղարը, խնդրեմ։ Այսինքն չեք ուզում աշխատանքի մտնեք կառավարություն, խնդիր չկա։ 2025 թվականի հոկտեմբերի 1-ին ապրիլի ժողովրդի ժամանակ դիմացիներին ասել եք, եթե ամեն ինչ այդքան վատ է, հեղափոխություն արեք։ Հիմա ուզում եմ ասել, հեղափոխություն անելու նպատակի իրագործման համար արդյոք թույլատրելի է ազգային ժողովում կամ այլ պետական հասարակական կառույցներում, փողոցներում, հասարակական վայրերում ծխախոտապահ միջոցների օգտագործումը, փողոցներն անժամկետ փակելը, ռադիոյում կամ այլ հատուկ պահպանող տարածքներում գործելը, երրորդ կետում նշված կառույցների ուժը կամ որևէ այլ վնասել խոսում, որի հետագայում վերամոլորվեն, դատարանների մուտքերի երկերը արգելափակելը, այդպիսի կոչող որպես գալը, որպեսզի դատավորները չկարողանան որոշում ներկայացնել, ազգային ժողովի շենքը շրջափակելը պատգամավորների ազատ երկրի կոչումնոտելով եւ ուսումնական հաստատություններում դասավորների կազմակերպել ուսանողների, աշակերտների, քաղաքացիների ոչնչների դասի չգնալը Մի հատ անեկդոտ կա, այդ անեկդոտը գիտեք, իհարկե այդ անունը կրող բոլոր մարդկանցից բան եմ ներողություն եմ խնդրում, մեկ-մեկին հարցնում, ասում է, անունդ ինչ է, ասում է Սպարտակ, ասում է, ինչի դու որ թիվ ես, որ հիմա այդ հարցից առաջին հարցը այդ որ թվի հարց ենք տալիս։ Ցանկացած բան, որը արտահայտում է ժողովրդի լեգիտիմ կամքը, թույլատրելի է։ Ցանկացած բան, որը արտահայտում է ժողովրդի լեգիտիմ կամքը, թույլատրելի է ժողովրդի լեգիտիմ կամքը։ Այն ինչ որ չի արտահայտում ժողովրդի լեգիտիմ կամքը, անթույլատրելի է։ Այն ինչ որ արտահայտում է ժողովրդի լեգիտիմ կամքը, թույլատրելի է։ Այն ինչ որ չի արտահայտում ժողովրդի լեգիտիմ կամքը, չափվում է ժողովրդի լեգիտիմ կամքի արտահայտման։ Ժողովրդի լեգիտիմ կամքը ինչպես արտահայտվում։ Արտահայտվում է 50+1%-ով։ Այսինքն դուք 10 թվականին ինչ արել եք, 50+1 չեք ունեցել, 7% եք ունեցել։ Հետո ա ձեզ ասել։ Ազգային ժողովի դերությունների արդյունքները, որ դուք սահմանադրական դատավորություն չեք։ Շատ լավ, բայց եթե 7% ունեմ, հիմա ինչ գործ ունեմ ստեղ ձեր հարցերին պատասխանելիս։ Ես նկատում ունեմ հասկացամ։ Հարգելիս, դուք ուշադիր չեք իմ հարցի, իմ պատասխանի։ Ես չէի խոսում տոկոս ունեցող չունեցողի մասին, ես խոսում եմ ժողովրդի կամքի մասին։ Այն մարդը չի կարևոր, ով ինչ որ տոկոս ունի կամ չունի, ժողովրդի կամքն է կարևոր։ Ժողովրդի կամքը ասի այն ինչ որ բխում է ժողովրդի լեգիտիմ կամքից, կարելի է։ Ես համոզված եմ, որ մեր ժողովուրդը իր լեգիտիմ կամքը արտահայտելու ձևը միշտ էլ կգտնի, երբ որ այդ լեգիտիմ կամքը ձևավորված լինի։ Շնորհակալություն եւ վերջին հարցը Պարոն Սահակյան։ Հա, կներեք, եւ իմ այստեղ գտնվելը ժողովրդի լեգիտիմ կամքի արտահայտություն է։ Եթե ժողովրդի ուրիշ լեգիտիմ կամք ձևավորվի, ինքը անպայման կարտահայտվի։ Եվ կապավորություն է ստեղծում, որ երկրի բոլոր դիտեն, որ կամ այդ երկրի շահերը պաշտպանող անձին, բայց այդքան նախատավությունը ամբողջության են մատուցած եւ որևէ բացառյալ դրսևորում այս հարցի չի ստանում։ Հասկանալի է, որ սա շարունակում է բաժանել հանրությանը սպիտակների եւ սերերի եւ ընդհանրապես ցավես կարգավորությունների կարող է նաեւ արտակարգման անցնել։ Ինչ պիտի անենք այս առումով, արդյոք ազգային անվտանգության որոշում եւ գործողությունները պիտի այլևս լինեն, քան այսօր մենք կարգավորենք։ Նախ կտրականապես համաձայն չեմ ձեր գնահատականի հետ, չի կարող առճակատման հանգեցնել եւ չի կարող լինել առճակատում։ Երկրորդը ես իմ կարծիքը ասել եմ, իմ կարծիքով 2026 թվականի ընտրությունները խորհրդարանական պետքա լինեն հետևյալի դրսևորումը,
նախորդող շրջանի այն քաղաքական էլիտայի բոլոր ներկայացուցիչները, ովքեր Հայաստանը առաջնորդել են եւ տվել են դեպի թակարդ եւ պահել են թակարդում, այդ ընտրությունների արդյունքում բոլորը պետքա դուրս մղվեն եւ այլևս քաղաքական դաշտում տեղ չունենան։ Սա իմ կարծիքն է եւ ես համոզված եմ, որ այդպես էլ տեղի կունենա, որովհետեւ այո, ես էլ գիտեմ, մարդկանց հետ շփվում եմ, մարդիկ արդեն զզվել են այդ նախկին ներկա, չգիտեմ, բանից, բանավեճերից, քննարկումներից եւ մենք էլ չեմ ասում, որ այդ խոսակցությունները ցավոք հաճախ դուրս են գալիս քաղաքական բարեկրթության տրամաբանությունից եւ մենք նաեւ կուսակցության ֆորմատով ենք քննարկում ունենում, որ մենք պետք է այնուամենայնիվ արդեն դուրս գանք այս տրամաբանությունից եւ քաղաքական կյանքի նորմալ կանոններ պետք է հաստատվեն Հայաստանի Հանրապետությունում, որտեղ հայհոյախոսությունը ընդհանրապես տեղ չունի, առավել եւս քաղաքական քննարկումների բովանդակության մեջ։ Հիմա դուք կասեք, որ ես էլ եմ այդ գործով զբաղվել, ճիշտ կասեք, դրա համար էլ ես Կիրակի օրերը գնում եմ եւ խորանի առաջ ծնկի եմ գալիս եւ իմ մեղքերի համար թողություն եմ խնդրում։ Շնորհակալ եմ։